թեմի հարգելի հետևողներ, մեր զրուցակիցը քաղաքագետ Էդգար Էլբակյանն է։ Պարոն Էլբակյան, Սամվել Կարապետյանի կալանավորման հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվողի եւ այսօր կատարվողի միջև ինչ ընդհանրություններ եք տեսնում, կա թե ոչ, եւ ինչու է հենց հիմա Փաշինյանը հիշել անգամ ակտիվ փուլում չգտնվող այս պայքարի ներկայացուցիչներին։ Շատ ճիշտ եք ասում, այո, վերջին շրջանում, վերջին 2 շաբաթ 1 ամիս տեղի ունեցող զարգացումները տեղավորվում են մեկ տրամաբանության մեջ, հարվածներ են հասցվում հայկական իրական ինքնիշխանության, այդ բառը բռնաբարել թողել են, պետք է մի հատ դեմից իրականը դնես։ Հայկական իրական ինքնիշխանության վերջին մնացորդներին, իսկ ավելի ճիշտ այդ մնացորդները կրող ինստիտուտներին։ Խնդիրադրված, ավելի պարզ երևի ասեմ, խնդիրադրված չեզոքացնել, նեյտրալիզացնել բոլոր այն ինստիտուտները, անձանց, կառույցները, որոնք թուրքական թելադրանքից դուրս են գործում։ Մեկը Հայաստանից առաքելական եկեղեցին է, ոչ մեկի համար գաղտնիք չի, նույնիսկ հիշում եք ժամանակագրական հաջորդականության առումով եկեղեցու դեմ սանձարձակ եւ գռեհիկ արշավը ինչից հետո սկսվեց Շվեյցարիայում ամենայն հայոց կաթողիկոսի հայտնի ելույթը, Արցախապաշտպան, հայապաշտպան ելույթը։ Այդ եկեղեցին։ Նույնը Սամվել Կարապետյանը թվում է թե առանձին վերցրած մի անձ է, բայց ելի սահմանման մեջ տեղավորվում է, այսինքն մարդ ինստիտուտ, մարդ համակարգ, մարդ կառույց, որը ելի թուրքական դիկտատից դուրս է։ Այս խնդիրն են իրանք լուծում ու այդ կոնտեքստն է ժամանակագրական, որ համընկավ իր այդ Թուրքիաներ գնալու հետ, շատ հստակ սրանք մեկ բանի օղակներն են, դրա համար ես գիտեք չեմ սիրում կոչեր անել, բայց խորհուրդ կտայի էլի, որ կենտրոնանում են այսօրվա դեպքերի դետալների վրա, մոնտաժված էր, մոնտաժված չէր, կցված էր, սա նշանակում է դիմացինի պարտադրած խաղի կանոնը ընդունել, այստեղ քննարկելու բան չկա, հիշացնեմ, որ 2018-ին նույն ձև քննարկում էին ողորմած հոգի գեներալ Մանվելի ճակերտավոր տուշոնկեքը, չի կարելի, էլ ինչ օրինակ բերեմ, պատկերացրեք ընտանիքի հայրը, վատագույն բան պետք է ասեմ, ընտանիքի հայրը, որը իր երեխաներին դրդում է շատ կներեք բոզության, պոռնկության, այս ընտանիքի հոր ասածները ինչ-որ մեկ էլ կդնի կքննարկի, ասի հա, բայց այսքան տեղը ճիշտ է ասում, այսքան տեղը մի հատ հələ նայենք, չի կարելի։ Պարոն Էլբակյան, ամեն դեպքում դուք ծանոթացել եք ձայնագրությանը, որովհետև այնտեղ բավական վտանգավոր ձևակերպումներ կան, որոնք վերագրվում են, այսինքն այնտեղ Բագրատ Սրբազանի ձայնն է, համախոհների ձայնն է, գյուլելու մասին եւ այլն, եթե լսել եք հավանաբար դա էլ եք լսել։ Եվ Ինչ դիտարկումներ ունեք կոնկրետ այդ մեջբերում։ Որից ձայնից ուզենան, նման բան կստանան, դա տերտերի գիտություն չի, ինչ-որ միջուկային հրթիռաշինություն չի, հիմա այսքան խոսում եմ, հայազլեզի բոլոր 36 տառերը ասեցի շատ հանգիստ իմ ձայնից էլ, տեմբրը բանը համապատասխանեցնելով, տառերը իրար կպցնելով ամեն ինչ կարելի է ստանալ, մենք առհասարակ ինչ ենք քննարկում, բայց այդ եմ ասում, այդ հարցները տանեմ, մենք պետք է քննարկենք, որ Հայաստանում կա դե ֆակտո իշխանություն, որը երկիրը հետևողական քայլերով տանում է դեպի թուրքական տիրապետություն, հեյցը, հետո ատոմակայանը գրել էր Դավթյան Վահեն, Գազպրոմը, այն մեկը, այն մյուսը կհանեն, հետո կասեն, բայց առհասարակ ինչ ատոմակայան, ախր Թուրքիայի քթի տակ մի հատ պետք է Թուրքիայի մտահոգություններն է հաշվի առնենք, Վախտին ասում է ինչ է Ղարաբաղի հարցի լուծումը պետք է Ադրբեջանի ժողովրդին է ձեռնտու լինի, իսկ մի օր այս տեմպերով կգան կհասնեն, որ բայց առհասարակ ով ասեց, որ աշխարհում քանի հազարավոր ժողովուրդ կա, մենք էլ պետք է պետություն ունենանք, կամ սա մենակ հայերի պետությունն է։ Ընդհանուր ինչ-որ մի ռեսպուբլիկա է, հա անունն է տենց պատմական մնացուկ է, բայց ասենք ես մենակ հայերինը չի։ Դրա համար էլի եմ ասում, խորանալ, բան անել, մենք պետք է քննարկենք, երկիրը տարվում է դեպի թուրքացում, եւ ոնց ենք դրա դեմն առնում, սա բոլորիս յուրաքանչյուրիս անձնական նույնիսկ անվտանգության հարցն է։ Թե չէ, էլի եմ ասում, 18 թվին նույն ձև քննարկվում էր տուշոնկեքը, ավտոները, չի կարելի քննարկել։ Հետո գլխնայից կտանք ուշ կլինի։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևողներ, փաստաբան Հովսեփ Սարգսյանը հրայր սարկավագի վերաբերյալ մանրամասներ կհայտնի, հիշեցնենք Բագրատ arczepiskopos Գալստանյանի աջակից